Կասեք ինչ տպավորություններ ունեք այսօրվա միջոցառումից։ Նախ շնորհավորում եմ բոլորիս անկախության օրվա արդիվ, հանրապետության օրվա արդիվ։ Շատ եմ սիրում իմ երկիրը, ուզում եմ որ խաղաղ ապրենք, անկախ, ինքնիշխան, եւ այս փոքրիկ բալիկների համար խաղաղ երկինք ապահովենք։ Կարծում եք օրինակ այսպիսի ցուցադրությամբ հնարավոր կլինի փակել են բոլոր խոսակցությունները, որ այս տարիների ընթացքում բանակի համար օրինակ ոչինչ չի արվել, ինչպես ընդդիմությունն է շահարկում։ Կարճ խոսքով ասեմ, կորչի անիծյալ անցյալը։ Հիասքանչ, հպարտ ու հուզված։ Ձեզ դուր է գալիս օրինակ են բարեփոխումները, որ արվել են բանակի համար ու այսօր ցուցադրվում են։ Միանշանակ, ես այդ հարցը ավելնորդ եմ համարում։ Հնարավոր կլինի այս կերպ օրինակ փակել են խոսակցությունները, որ վարչապետ օրինակ ոչինչ չի արել զինված ուժերի համար, ինչպես ընդդիմությունն է շահարկում։ Այս շահարկողներին է պետք փակել, դրանց բերանը փակել չի լինի, դրանց արյունը կապուտ է։ Ձեզ եմ շնորհավորում, մեզ բոլորիս եմ շնորհավորում այս հպարտ օրվա հետ կապված, փառք մեր ազգին։ Ինչ տպավորություններ ունեք միջոցառումից։ Հիանալի։ Շաքաղում եք։ Դուր է գալիս այն բարեփոխումները, որ արվել են զինված ուժերում, բանակում, սպառազինության։ Լրիվ, համա։ Լավ է, որ այս ամեն ինչը ցուցադրվեց։ Դե իհարկե, ցուցադրվեց, շատ լավ է։ Ապրեն, կեցե Հայաստանը։ Կեցե Հայաստանը, ճիշտ է, կեցե ամեն ինչ արեցին։ 16։ Ինչ կարծիք ունեք այսօրվա մասին այս Շատ լավ բան, կարծիք։ Ծառայել են գիտենք արդեն։ Ունեք ընկերներ, որ հիմա են ծառայում, ինչ-որ փոփոխություն։ Քրոջս տեղ է, ու լավ է։ Ես էլ եմ 25 օրվա ավագի ծառայել լավ է։ Ինչ օրինակ, որ կհամեմատեք։ Ուտելիքով, ամեն ինչով։ Կարծում եք բանակի համար ամեն ինչ արվում է։ Այո, անում է։ Ամեն ինչ է անում է։ Հալա, շնորհակալություն մեր վարչապետին։ 16։ Լավ իհարկե լավ տպավորություն։ Հաճելի է որ վերջապես մենք մասնագետ ենք այսպիսի լավ միջոցառման հոյակապ է։ Դրանից լավ բան մենք կարող ենք պաշտպանել մեր ինքնությունը ամենայն բարիք, շնորհակալություն, լավ է լինելու։ Կարծում եք լավն են բարեփոխումները բանակում արված, սպառազինության առումով։ Դե գիտեք ինչ կա։ Իմ կարծիքով արել են ինչքան հնարավոր է։ Իսկ պատճառներ կան, շատ պատճառներ կան։ Միանգամից ոնց ասում են հզորանալ, այդքան հեշտ բան չի։ Բայց այնուամենայնիվ քայլեր արվում են ու լավ ուղղությամբ, լավ է լինելու։ Միջոցառմանը կապված ինչ տպավորություններ ունեք։ Հոյակապ, հզոր։ Ինչն է հատկապես կարևոր ձեր կարծիքով։ Զինվորները, տեխնիկան, նոր համազգեստը, ամեն ինչը։ Բանակում արված բարեփոխումները։ Վերջն է, կուրսի են, ամեն ինչ շատ լավ է։ Կարծիքով հնարավոր է այս կերպ փակել են շահարկումները, որ Հնարավոր է ինչ։ Փակել են շահարկումները, որ զինված ուժերում օրինակ իշխանության կողմից ոչինչ չի արվում, բանակը քանդվում։ Դա ակնհայտ սուտ է, ինձ թվում է բոլոր ժողովուրդը տեսնում է ինչ հզոր քայլեր է կատարվում։ Սկանչերի, շատ գեղեցիկ։ Ինչն է հատկապես այս դուր եկել։ Հատկապես մեր ժողովուրդը, մեր զինյալ ուժերը, արդյոք ես փորձինալ ներկա եղա այդ զինատեխնիկան, որ գա, նոր, շարժուն, 21-րդ դարու արժանի, այդպես որ մեծ ուրախությամբ, մեծ հբարդությամբ է որ գիտեմ այսօր։ Սփյուռքից եք եկել։ Այո, Միացյալ Նահանգներում։ Այնտեղ օրինակ ինչ տպավորություններ ունեն մեր քաղաքական իրավիճակի մասին, բանակի բարեփոխումների։ Միացյալ Նահանգներում մեջ խառն է զգացումներ, ինչպես որ գիտեք, Սփյուռքի մեջ խառնողներ շատ են, բայց նաև լրջախոհ մարդիկ ալգան որ գիտեն եւ մոդեն գեդևին
մեր Գարավարտյան մանավանդ արտաքին քաղաքականությամբ ճիշտ ուղղության մեջ ենք, այդպես որ միան առաջ ապրի։ Հայաստան Հիանալի, հիասքանչ։ Ես շատ ուրախ եմ, որ մեր ամբողջ ազգը հետաքրքրվում է եւ կյանքում առաջ անգամ իսկան շատ ժողովուրդ եմ տեսել։ Իսկ այն փոփոխությունները, որ արվել են զինված ուժերում, արդեն երևում է։ Այո, շատ շնորհակալ ենք աշխարհից, մեր վարչապետից եւ ուզում եմ դա գրի շարունակական բնույթ եւ մեր վարչապետ ընտրվի։ Ինչ տպավորություններ ունեք։ Գերազանց։ Ինչը հատկապես կկարևորեք։ Մեր հանրապետության օրն է, մեր համար տոն է, ուրախություն։ Էլ ինչ տպավորություն պետք է լինի, սանից լավ։ Սպառազինության մասով որ ցուցադրվեց վերջապես են ամեն ինչ արվել այս տարիների ընթացքում, ոնց եք գնահատում։ Գերազանց։ Շատ լավ։ Ինչը դուր եկավ հատկապես։ Դե ամեն ինչն էլ հենց որ դուր է գալիս, ամեն ինչ ճիշտ է կատարվում, ճիշտ են գնում, ճիշտ ճանապարհով են գնում։ Բանակում փոփոխությունները ոնց եք գնահատում վարչապետի կողմից արված։ Լավ աղջիկան, լավ բաներ ենք տեսնում, լավ բաներ ենք լսում։ Այդ է մեզ պետք, խաղաղություն լինի, ամենակարևորը։ Շատ մեծ տպավորություն։ Ես ազատամարտիկ եմ, ես ոնց ասեմ, ուրախության չափսանոց։ Որպես ազատամարտիկ նաև բանակում փոփոխությունները ոնց եք գնահատում։ Շատ մեծ փոփոխություններ եմ տենում։ Փոփոխություններ շատ։ Շնորհակալ եմ մեր կառավարությանը, շնորհակալ եմ մեր ժողովրդին, որ այսօր միայն համով աշխատում մեր Հայաստանի համար։ Այսօր պետություն է ավելի քան երբևէ։ Անկախ ավելի քան երբևէ։ Առաջի անգամ բերել եմ բառած բանի։ Իհարկե շատ մեծ տպավորություն հպարտեմ, որ Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել իր անկախությունը եւ շարունակում է իր գործընթացը։ Մեր զինված ուժերին վստահում եմ, Հանրապետության վարչապետին վստահում եմ, կառավարությանը վստահում եմ, հպարտեմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ։ Վարչապետի քաղաքականությունը անվտանգության զինված ուժերը։ Միանշանակ։ Ճիշտ ուղիով է գնում, Հայաստանը տանում է դեպի իսկական անկախության, ոչ թե ինչ-որ մի պետությունից կախված, որ լարցը փակեն, ես անեն, են անեն եւ այլ խոչընդոտներով Հայաստանի Հանրապետությանը նեղ վիճակի մեջ դնեն։ Շնորհավորում եմ Հանրապետության օրվա կապակցությամբ։ Տպավորությունները շատ մեծ է, շատ հուզվում եմ, որ այս կամպանը տեսնում եմ։ Աստված որ քարապատվի, հարապատվի։ Արև ձեզ, ասեք ինչ տպավորություններ ունեք։ Ոյ, շատ լավ, շատ լավ։ Մենք շատ հպարտ ենք, շատ։ Ես եկել եմ Իջևանի Վազաշեն գյուղից, ամենավերջին հայկական գյուղն է սահմանապահ։ Այնքան ենք ուրախացել, այնքան ենք հպարտանում, էլ չափ չկա։ Շատ տպավորված ենք, ուրախ ենք, հպարտ ենք։ Եկել ենք, որ ապագա զինվորները տեսնեն, ծանոթանան, սիրեն իրանց հայրենիքը, հպարտանան բանակի ուժով եւ մեզ բոլորիս խաղաղ ու կապույտ երկինք եմ ցանկանում։ Թող այս զինտեխնիկան մենակ սենց շքերթների համար լինի։ Անկեղծ չէի սպասում, որ այս կարգի մեծ միջոցառում կարող լիներ Հայաստանի Հանրապետության մեջ։ Իմ ամուսինը նույնպես ծառայում է Վազգենսակցանի ակադեմիայում, ու այս քայլերթի մասնակցում էր, որ տպավորությունը շատ մեծ էր։ Շնորհակալություն եմ հայտնում մեր Հայաստանի Հանրապետության վարչապետին Նիկոլ Փաշինյանին, նախարարության Սուրեն Պապիկյանին, կեցցեն իրան, կեցցե Հայաստանի Հանրապետության անկախությունը, կեցցեն մեր նահատակներ, որոնց շնորհիվ մենք ունենք այս բանակը, այս զորքը, շնորհակալություն բոլորին։ Ինչ տպավորություններ ունեք այս միջոցառումից։ Շատ լավ, շատ ուրախ եմ, շատ սիրում եմ մեր վարչապետին իր ամբողջ թիմով,
ամենալավ բաները։ Տեսնում եմ հիմա 30 տարի խափել են, ոչ մի լավ բան չենք տեսել։ Օրը մեջ, երկու օրը մեկ մեր երեխեքին դիպուկահարները խփեցին, 2 տարի հարկ ասու, շատ ապրի մեր վարչապետը, իր շնորհիվ ոչ մի երեխա չի զոհվում, ծնողները հանգիստ քնում են, երեխեք կան, հարցնում եմ, ասում եմ սնունդը ոնց, ասում են մեր տնից լավ են կերակրում։ Այդ իմ համար գիտես ինչ ուրախություն։ Թեկուզ մի քիչ նեղնել ապրենք, բայց հիմա հայրը երևիսկի ընդհանրապես այս լավ չեն ապրել։ Մի քիչ նեղն, բայց մեր երեխեքը որ չեն զոհվում, դա ամենալավ բանն է։ Որ ծնողները հանգիստ քնում են, Եսիմ սրանից լավ բան, քիչ ավելի է լավանալու, 2 տարի հետո Հայաստանն ելնելու է, եսիմ, մոլորակ ամբողջը ցույց են տալի, գալու են, խոնարհվեն Նիկոլի առաջ, պայմանագրեր կապեն եւ այլ, հիշեք իմ խոսքը, դա ելնելու անպայման, շատ ապրի մեր վարչապետը, Պապ Թագավոր երկրորդն է, վերածնված Պապ Թագավորն է, Նժդեհի գործը շարունակողն է, շատ ապրի ինքը։ Լավ ալնելու, ամեն ինչ լավ ալնելու, դե հավատալ մեր վարչապետին ու վերջ այդքան է, շատ լավ է, շատ, իրոք հզորանում է, օր-օրի զարգանում է մեր երկիրը, շատ լավ ալնելու, բայց հավատք պետք, ամեն ինչ լավ ալնելու։ Поздравляю с Днем Республики. Это исторический момент, когда в 1918 году, 28 мая, признали независимость Армении, приняли флаги, герб Армении, гимн. И желаю вам европейского будущего, свободы, мира и всего-всего наилучшего. А праздник понравился? Естественно. Да, только вот если чуть раньше были бы самолеты, было бы хорошо, но мы опаздываем на проект, потому мы уходим. Но желаю удачи и... Спасибо. Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։